տեսեք, ես ձեզ ասում եմ ինչը որ ճիշտ է, ես գոյ եմ քահանաներից բոլորից։ Ես ունեմ հիմա տղա, որը որ Լուգանսկ պատերազմում կորել է, Մոսկվայից երեխեն գնացել է կորել է։ Ես գալիս եմ, ասենք, եկեղեցի իմ համար հանգիստ է, որ ես իմ երեխու համար աղոթեմ եւ եկեղեցի Տեր հայրուն խնդրեմ, ասենք, աղոթա, որ մեր երեխեն կամ ողջ կա, կամ չգիտեմ, կորած է, ինչ երեխեն չգիտենք ուրա մեր։ Ուղղակի էսի կոռեկտ չի, էսի շատ վատ է, որ եկեղեցու դուռը հենց այս պահին փակ է։ Ձեր որ թողունքն եք հայտնում, այո, ես մամա ունեմ, որը որ նոր է մահացել, ես միշտ եկեղեցի եմ բերել իմ մամային եւ ես գոյ եմ քահանաներից, չգիտեմ։ Կներեք, ձեր տղան ինչքան ժամանակ է որ արդեն 3 ամիս է որ չկա իմ տղան։ Կապ չկա հետ։ Չէ, կապ չկա երեխու հետ, ինքը Մոսկվայի էր մնում, Մոսկվայից Լուգանսկ պատերազմա գնացել, բայց երեխեն չկա։ Կամքով է գնացել, թե Չէ, աշխատանքի վայրից է տարած, որպեսզի ասենք Ռուսաստանի քաղաքացի էր։ Հիմա քաղաքացիություն ուներ։ Այո, ուներ քաղաքացիություն, բայց երեխեն չկա հիմա։ Քանի տարեկան էր։ 45։ Որ ուղղությամբ են տար։ Ոչ, Գեղարքունիքի մարզի բնակիչ եմ, բայց աշտարակում եմ բնակվում հիմա։ Իսկ որ թվականից եք բնակվում ներողություն։ Որ այս 25 տարի, հիմա սպասեք ասեմ։ Տևական ժամանակ։ 21 թվականի ընտրություններին դուք տեսել եք, որ հոգևորականները Մկրտիչ Սրբազանը ձեզ հարկադրեն, ասեն գնացեք հանրահավաքների։ Ոչ, իրանք ոչ մի բան մեզի չեն ասում, իրանք քարոզում են, մենակ մենք որ ասուն ենք հավատում, իրանք իրանց Հիսուսի, ասենք, աղոթք են կանում մեր Հիսուսի համար, թե չէ իրանք ոչ մի բանի համար, իրանք քարոզ մեզի չարած։ Կներեք մի բան չտեմ, ձեր տղան Ռուսաստանի մշտական բնակիչ էր, թե խոպան էր գնացել։ Չէ, մշտական բնակիչ էր։ Այնտեղ Մոսկվայում էր մնում, ասենք գալիս էինք, ասենք մոմ էինք վառում կամ ասենք աղոթք էինք անում, քաղաքնային խնդրում էինք, ասենք պատարակի ժամանակ, ասենք առողջության կամ թուղթ ենք լրացնում կամ ասենք հիվանդության ենք լրացնում, ասենք ուրիշ վատ բան մենք չենք տեսել քահանաներին, ոչ մի վատ բան։ Որևէ տեղեկություն չկա ձեր տղայից։ Չէ, չկա մեր տղայից տեղեկություն չունենք։ Չունենք տեղեկություն չունենք եւ հիվանդ ամուսին ունենք, իր համար ենք գալիս աղոթում։ Դրա հետ մեկտեղ էլ ես եմ հիվանդ, ուղղակի գալիս եմ եկեղեցի, որ հանգիստ տնեմ։ Այսօր որ եկել եմ եկեղեցի, տեսել եմ եկեղեցին փագա, ես օրինակ ջղայնացել եմ։ Օրինակ հիմա իմ վիճակը շատ վատ է, որ ես այս վատ վիճակից չգիտեմ ոնց պետքա դուրս գամ։ Այս 25 տարի նման բան տեսել եք, որ մտեք եկեղեցի եւ չկա։ Ոչ, չեմ տեսել։ Այս առաջին անգամ է, աբսուրդ է իմ համար։